կարճ նաև անդրադարձ անեմ, որպեսզի մարդիկ, ովքեր նոր կմիանան կամ նախկինում տեղյակ չեն եղել, ՄԱԿ-ի փորձագետները կառավարությանը հարցադրումներ են ներկայացրել, հետևելով մեր իրենց հետ գրագրությանը, բավականին սուր հարցադրումներ, մի քանի կետով, թե ինչ պատասխան կարող է կառավարությունը տալ 2024 թվականի հունիսի 12-ի ոստիկանական բռնությունների այդ գործով քննության վերաբերյալ, ինչ պատասխան կարող է կառավարությունը տալ ահաբեկչության հոդվածը ձևախեղելու եւ անձանց քաղաքական նկատառումներով այդ հոդվածով հետապնդելու, ինչ միջոցներ է պետությունը ձեռնարկում առհասարակ այս պրոցեսներից տուժած անձանց իրավունքների վերականգնման համար եւ ինչպես նշվեց, մեր կառավարությունը շատ հուսափողական բնականաբար պատասխաններ է տվել, փորձելով արդարացումներ գտնել մարդու իրավունքների կոպտագույն ոտնահարումներին։ Այդ պատասխանները բնականաբար բավարար չէին կարող լինել փորձագետների համար, վստահ ենք, որ իրանք էլ հասկանում են դրանց խեղաթյուրված բնույթը, բայց ամեն դեպքում մենք էլ ենք հարկ համարել յուրաքանչյուր այդ պատասխանին առանձին անդրադարձով մեկնաբանել, մի օրինակ կարճ բերեմ, ընդամենը ասում են, որ դե այդ անձինք, ովքեր տուժել են հունիսի 12-ին ստացել են մարմնական վնասվածքներ, իրենց վերաբերյալ նշանակված են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննություններ, ինտենսիվ քննություն է ընթանում։ Հիշեցնեմ, որ անցել է 2 տարի այդ իրադարձություններից, այդ օրվա միջադեպերին, երբ որ ցուցարարներին են մեղադրանք առաջադրելուց եղել, մոտ 1 ամիս էլ չի տևել երևի թե քննությունը, մարդկանց գործերը ուղարկել են դատարան զանգվածային անկարգություններ կատարելու մեղադրանքներով, բայց այդ նույն օրվա իրադարձությունները, որտեղ ոստիկանները ապօրինաբար կիրառել են չթույլատրված հատուկ միջոցներ, առայսօր քննությունը շարունակվում է։ Եվ կառավարությանը տրված պատասխանում, որ օրինակ նշանակել ենք փորձաքննություններ, ես ինքս մի քանի դեպքերով ուղեկցել եմ տուժած անձանց, ինչպես այդ օրվա, այնպես էլ դրան նախորդող մայիսի 30-ին, կարծեմ 30-ներ ԱԳՆ-ի դիմաց ոստիկանական բախումներից տուժածներին եւ այլն, մոտավորապես 1-1.5 տարի հետո մարդկանց կանչում են, ասում են նշանակել ենք փորձաքննություն, կգնաս արդյոք փորձաքննության, մարդը, որ ասենք այդ օրը ունեցել է կապտուկներ եւ անհապաղ պետքա ֆիքսվեր նրա նկատմամբ բռնության խոշտանգման դեպքերը, բնականաբար իմաստ չունի, որ այդ անձը գնա ներկանա փորձաքննության, որտեղ հետք չի մնալ 1 տարի հետո։ Իհարկե կան մարդիկ, որոնք ավելի լուրջ մարմնական վնասվածքներ են ստացել, բայց նրանց իրավունքների պաշտպանության մասով էլ որևէ արդյունավետ միջոց առ այսօր չի իրականացվել, ընդ որում այդ ամեն ինչը կատարվել է տեսախցիկների տակ, կենտրոնական փողոցում, լրատվամիջոցների ներկայությամբ այդ բոլորի տեսագրությունները կան հստակ տեսագրություններ, ինչպես են ոստիկանները բռնություն գործադրում, օրինակ Աբրահամ Գասպարյանի նկատմամբ, հետագայում իր այդ կադրերը կան հիվանդանոցում, արյունլվա վիճակում, կան բազմաթիվ այլ տեսանյութեր, այլ ցուցարարների զեծի ջարդի ու այդ բեկորային վնասվածքներից ստացած խնդիրների եւ կհիշեք կենտրոնական դժբախտությունը, ասենց ասեմ, վերաբերում էր ցուցարարներից մեկին, Եսային, ում ձեռքը անդամատները վնասվել էին ծայրատեսակի նռնակից եւ փաստորեն հաշմանդամություն է ձեռք բերել ոստիկանական գործողությունների ընթացքում։ Թվում է, թե ժողովրդավարական եւ իրավական պետությունում այս մարդու նկատմամբ պետք է լինի հատուկ ուշադրություն, նրա հարցը առաջնահերթ պետք է լուծվի, բայց ինչպես նշեց Տաթևիկը, երեք իմացանք, որ բացի այն, որ այդ անձը պատշաճ ուշադրության չի արժանացել որպես տուժող, այլև ընտրությունների ընթացքում, նախընտրական քարոզչության ընթացքում, պատահաբար հանդիպելով Ալեն Սիմոնյանի ՇՔԽՄԲ-ին, ցույց տալով իր վնասված ձեռքը, ասել է սրա համար դուք պետք է պատասխան տաք։ Հարց պատասխան է եղել, այդ մեզ սպառնում ես թե չի, ասել է ոչ, ես ձեզ ասեմ, որ օրենքով դուք սրա համար պատասխան եք տալու։ Դրանից հետո տեղի են ունեցել խուզարկություններ, արգրավումներ այդ մարդու տնից ու Եսային նկատմամբ նաև այսօր մեղադրանք առաջադրված սպառնալիք հնչեցնելու վերաբերյալ։ Այսինքն փոխարենը այս անձին, որ ամենաշատն տուժել է ոստիկանական ապօրինություններից, առանձնահատուկ հոգատարության վերաբերվեն, մի հատ էլ քրեական հետապնդման են ենթարկում արդար պահանջի իր ներկայացնելու համար, երբ որ անձը ուղղակի ասել է ինձ պատճառված վնասի համար դուք օրենքով սահմանված կարգով պետք է պատասխան տաք։
Այս տեղեկությունը նույնպես մենք պատրաստվում ենք այսօր ներկայացնել ՄԱԿ-ի փորձագետներին եւ նաեւ այս տեղեկությունը կենտրոնում պահելով առաջիկայում փորձել ենք կապ հաստատել եւ նաեւ ձեր օգնությամբ խնդրելով որ դժողներնելով ցանկություն կունենա իր իրավունքները պաշտպանել, մեր հետ կապ հաստատեն, որպեսզի կարողանանք ավելի համակարգային ներկայացնել յուրաքանչյուր անձի իրավունքների խախտում։